Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ 200 տարի առաջ պարսկաթուրքական բռնապետության եւ խավարի դեմ հանուն իր հարազատ ժողովրդի լուսավորության եւ ազատության հանդես եկավ մեր հայրենակիցներից առաջին Արարատի գագաթ բարձրացած մի դարակազմիկ անհատականություն, ով իր գործունեության շնորհիվ հիրավի վաստակեց հայոց մեծ լուսավորիչ պատվանունը։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Խաչատուր Աբովյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի Պետական համալսարանի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի պրոֆեսոր պատմական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Նահապետյանը եւ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն հոգեբանական գիտությունների տեխնացու Վահրամ Քոսակյանը։ Բարի գալուստ պարոնայք, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Խաչատուր Աբովյանի կյանքին եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809 թվականի հոկտեմբերի 15-ին Քանաքեռում, նահապետական նշանավոր ընտանիքում։ 1819-ից 1822 թվականներին Եփրեմ Ազորագեղցի կաթողիկոսի աջակցությամբ սովորել է Էջմիածնի վանական դպրոցում, ապա 1824-ից 26 թվականներին սովորել է Ներսես աշտարակեցու հիմնած Ներսիսյան դպրոցում։ Ստեփանոս Նազարյանի հետ եղել է Հարություն Ալամդարյանի առաջին շրջանավարտներից։ 1827-ից 28 թվականներին դասավանդել է Սանահինի վանական դպրոցում, ապա Էջմիածնում եղել դպիր եւ թարգմանիչ։ Ինչպես հայության, այնպես էլ Աբովյանի վրա վճռորոշ դերակատարություն ունեցան Իվան Պասկևիչի կողմից Երևանի ազատագրումը եւ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ 1829 թվականի սեպտեմբերի 27-ին երկու փորձերից հետո Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարոտի հետ առաջին անգամ բարձրացել է Արարատի գագաթը։ Աբովյանն Արարատի գագաթ բարձրացավ նաև 1845 թվականին Հերման Աբիխի եւ 1846 թվականին Հենրի Սեյմուրի հետ։ Պարոտի աջակցությամբ 1830-ից 35 թվականներին սովորել է Դորպատի համալսարանում։ 1837-ից 43 թվականներին եղել է Թիֆլիսի, 1843-ից 1848 թվականներին Երևանի գավառական դպրոցների տեսուչ։ Ժողովրդական դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով հիմնադրել է նաև մասնավոր դպրոց։ Անհետացել է 1848 թվականի ապրիլի 2-ին։ Ունեցել է երկու զավակ՝ Վարդանը եւ Զարմանդուխտը։ Ստեղծագործել է հայերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներով։ Վերք Հայաստանի ողբ հայրենասերի պատմավեպով սկզբնավորել է հայ նոր գրականությունը։ Աղասու հերոսական կերպարով ոգեշնչել հայությանը։ 1947-ից 61 թվականներին Գիտությունների ակադեմիան հրատարակել է նրա երկերի 10 հատոր ժողովածուն։ Երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Հայ գրականության եւ հասարակական քաղաքական մտքի պատմության վրա Աբովյանը մնայուն ազդեցություն է թողել։ Հայ իրականության մեջ մանկավարժության, ազգագրության, քրդագիտության, թանգարանագիտության հիմնադիրն է։ Տիրապետել է ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուների։ Նրա անվամբ են կոչված Աբովյան քաղաքը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, փողոցներ, կանգնեցված են հուշարձաններ։ Կյանքի մասին նկարահանվել է 5 վավերագրական ֆիլմ, թողարկվել են նամականիշներ։ 2009 թվականին ծննդյան 200-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետությունում թողարկվել է ոսկե հուշադրամ։ 1938 թվականին Քանաքեռում բացվել է Աբովյանի տուն-թանգարանը։ 1978 թվականին կառուցվել է նոր շենք, որը 2005 թվականին հիմնանորոգվել է։ Նրա դարաշրջանը բնորոշվում է պարսկաթուրքական բռնապետության դեմ հայոց ազատագրական պայքարով, Ռուսաստանի հովանու ներքո ազգային եղձերի իրականացմամբ եւ լուսավորական շարժմամբ, հայ եւ ռուս ժողովուրդների եղբայրական բարեկամությամբ, հայերի ռուսական կողմնորոշմամբ, որի գաղափարական առաջնորդն Աբովյանն էր։ Պարոն Նահապետյան, Խաչատուր Աբովյանին բոլորս արժանիորեն անվանում ենք հայոց լուսավորիչ, նոր ժամանակների լուսավորիչ։ Խնդրում եմ հենց Աբովյանին որպես լուսավորիչ տալ նրա կերպարը գնահատականը։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ ասեմ, որ իսկապես տեղին է մեր օրերում նորից հնչեցնել, վեր բարձրացնել այդ մեծանուն մարդու հայի հայրենասերի քաղաքացու, որը մեր գիտական եւ կրթական իրականության մեջ հայտնի է իբրև
մեծ նշանավոր գրող, կասեի նաև լուսավորիչ, գիտնական, մանկավարժ եւ աշխարհաբար լեզվի հիմնադիր բացառիկ մեծ են նրա գործունեության շրջանակները։ Նա այն մարդն էր, որը հաղթարեց 19-րդ դարի առաջին կեսի այն միջնադարյան խավարը, որը կարողացավ հաղթահարել, պատրել այդ շղթան եւ իր ստացած բարձր կրթության շնորհիվ նա բարեփոխումների մի ամբողջ փաթեթ էր ըստ էության առաջարկում։ Այդ բարեփոխումների հիմնական ոլորտները վերաբերում են կյանքի գրեթե բոլոր բնակավարներին։ Առաջին հերթին մանկան դպրոցականների ճիշտ դաստիարակության, հայցի դաստիարակության, դպրոցների եվրոպականացման, կրթական մակարդակի բարձրացման եւ բացի դրանից մենք ունենք այնպիսի նրանից աշխատություններ, որոնք ցավոք գերմաներեն լեզվով գրված են եղել եւ անհայտության մեջ է մնացել շուրջ 100 տարի եւ նրա գերմաներեն լեզվով գրած աշխատություններից նաեւ տեղեկանում ենք, որ նաեւ տնտեսական կյանքի բարեփոխումների մեծ ջատագով է եղել եւ կարողացել է հմտորեն ներկայացնել թե այս իրականության մեջ ինչպես կարելի է հայ ժողովրդին, հայրին եւ նրա տնտեսությունը բարելավելու ուղիներ, ելքեր գտնել։ Եվ այդ ամենը կատարել ընդամենը մի մարդ։ Եվ այդ ամենը կատարել ընդամենը մի մարդ է պատական չհետագայի մեր մեծերը նրան նույնիսկ նույնացնում են Մովսես Խորենացու գործունեության հետ, որպես հանճարեղ մարդու, որպես իսկապես մեծ լուսավորիչի հայնոր գրականության հիմնադիրի։ Եվ նրա լուսավորական գործունեությունը իսկապես մեծ պտուղներ տվեց։ Դաստիարակվեցին նրա ոգով ու շնչով տասնյակ ու տասնյակ նորանոր սերունդներ եւ հայ գիտական, կրթական անդաստանը հարստացավ նրա գաղափարների շնորհիվ։ Նա պարզապես հեղափոխություն մտցրեց իր այն ժամանակ, երբ արդեն հայ մտավոր միտքը զարգանում էր միայն Հայաստանից դուրս, ում հայտնի չէ, որ մինչև ցարական Ռուսաստանի կազմի մեջ մտնելը Հայաստանը խարխափում էր խավարի եւ թույլ տվեկացելու տգիտության մեջ։ Ահա նա հենց այդ ժամանակաշրջանում է, որ դարձավ ռուսական իհարկե իրականության ջատագով ոչ այն բանի համար, որ նա գովերքում էր նրա կարգերը, այլ այն բանի համար, որ հայությունը փրկվեց ըստ էության ֆիզիկական բնաջնջման ենթարկվելու վտանգից եւ կարողացավ գովերքել այդ հանգամանքը, համոզված լինելով, որ նորանոր հնարավորություններ կբացվեն հայության առջև եւ ավաղ նրա երազանքների մի զգալի մասը իր թեկուզ կենտանության օրոք հիասթափություն ապրեցրեց։ Շնորհակալություն։ Պարոն Քոսակյան, Խաչատուր Աբովյանի հիմնական նպատակներից մեկը կամ հիմնական խնդիրներից մեկը որ արժև դրել էր, դա հայ պատանիներին, երիտասարդ սերնդին այնպիսի կրթություն տալ, այնպիսի դաստիարակություն տալ, որ նա իր հայրենիքի երկրի համար պիտանի մարդ լինի, պիտանի հայ լինի, քաղաքացի լինի։ Խնդրում եմ ներկայացրեք Խաչատուր Աբովյանի մանկավարժական հայացքները։ Գիտեք, իմ կարծիքով Խաչատուր Աբովյանը այն վառ անհատականությունն է, որը պատմական առաքելությամբ էր լույս աշխարհ եկել։ Եվ պատահական չի, չէ՞, միշտ ժամանակը միշտ իրեն համահունչ, իր պահանջմունքներին համահունչ ծնում է վառ անհատականություններ։ Եվ ինչպես մեր բանախոսը շատ ճիշտ նշեց, ինչպես Հարգարժան պրոֆեսորը նշեց, 19-րդ դարի գոնե մինչև 1828 թվականի փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագիրը, մենք բոլորս գիտենք, որ պարսկա-թուրքական լծի տակ հեծող ժողովրդի վիճակը մեկ բառով կարելի է նկարագրել թշվառ, հա? Մեղմ ասած թշվառ։ Այո։ Ու Աբովյանի մեծության կողմերից մեկը այն է, որ նա ոչ միայն գիտեր, թե ինչ է ուզում անել, այսինքն հանել այդ խավարից, այլև գիտեր, թե ինչ եղանակով է պետք դա անել։ Ոչ միայն ուներ նպատակը, այլև գիտեր ճանապարհը ինչպես անել։ Եվ դա անում էր հենց կոնկրետ մանկավարժական գործունեության միջոցով։ Օրինակ, մենք բոլորս գիտենք 6 տարվա սովորելը, դորպատում եւ այլն, դա կենսագրական տվյալներ են, որ բոլորս գիտենք 10 լեզվին տիրապետելը, մյուս։ Բայց երբ որ մարդը վերադարձավ, առաջին
հիմնական գործը, որ սկսեց, հենց խավարի դեմ պայքարն էր բոլոր առումներով եւ մասնավորապես մատաղ սերնդին կրթելու առումով։ Օրինակ, հենց սկսենք եվրոպականացման process-ից, նա առաջին մարդն էր, որ ասեց հարգելիներս, ուսուցման process-ը անհրաժեշտ է խցերից դուրս բերել, հոգևոր դոգմաներից որոշակիորեն տարանջատել, որպեսզի մարդը ստանա աշխարհիկ կրթություն, որպեսզի կարողանա իր երկրին պիտանի քաղաքացի լինել։ Երկրորդը, նա խիստ դեմ էր արտահայտվում ֆիզիկական պատժի եղանակով երեխային ինչ-որ բան ուսուցանելուն, որը եւս եվրոպական մոդելից էր գալիս, հա, ֆիզիկական պատիժները վերացնելը։ Երրորդը, երեխայի ներդաշնակ զարգացման համար ոչ միայն ինտելեկտուալ աշխատանքն է անհրաժեշտ, այլև ֆիզիկական կրթությունն է անհրաժեշտ, որը առաջինը էլի ինքը գիտակցեց։ Այսինքն համալիր էր այդ ամեն ինչը դիտարկում։ Ամբողջական ծրագրով էր դիտարկում։ Նույնիսկ ուսուցման process-ի մեջ տառաճանաչության գործընթացի մեջ, հա, երբ որ տառահեգական եղանակից անցում կատարեց, հա, հնչական եղանակին։ Սա հնարավորություն է տալիս, որ երեխայի համար սովորելը դառնա ոչ թե պատիժ, այլ դառնա հաճույք։ Եվ հենց իր օրինակով անմիջականորեն նա ոչ թե ասում էր պետք է այսպես անել, այլ բացի ասելը կոնկրետ իր գործողություններով ցույց էր տալիս։ Իսկ մանկավարժության կարևորագույն սկզբունքներից մեկը հենց անձնական օրինակի սկզբունքն է, դա բոլորս գիտենք, որը առաջինը հենց Խաչատուր Աբովյանն էր կիրառում։ Տեսական մասով եւս հիմնավորում էր նա իր անելիքը։ Դեռևս 1837 թվականին, երբ որ առաջին նախաշավիղը գրեց, դա կարծեմ առաջին դասագիրքն էր, չէ՞։ Եվ ուսումնամեթոդական ձեռնարկ, հա, հայ իրականության մեջ առաջին։ Այո։ Ու հետաքրքիր է, որ իր կենթանության օրոք միակ լույս տեսած աշխատությունը, իհարկե սեփական ջանքերով, հա, այնտեղ շատ հստակ այդ ուղիները ներկայացվում էր։ Եվ եթե այսօր էլ ենք նայում այդ նույն նախաշավիղը, իր բազմաթիվ դրույթներով ու բազմաթիվ կետերով արդիականությունը չի կորցրել, որովհետև եթե դիտարկենք կրթությունը իր երկու բաղադրիչով, ուսուցում դաստիարակություն, հա, ապա ինքը հավասարապես երկուսին էլ ուշադրություն դարձնելով տանում էր դեպի ներդաշնակ մարդու կերտմանը, որի կարևորագույն կարմիր թելը պետք է լիներ այն, որ տվյալ մարդը պիտի լինի հայրենասեր։ Այսինքն կրթության հիմքում Աբովյանը միանշանակ դնում էր հայրենասիրությունը։ Օրինակ, ասենք զննականության մեթոդը, որ մտցրեց, պատահական չէր, որ մտցրեց։ Նա ասում էր երեխային տարեք բնության գրքում ձեր դասը արեք, հա, այն ինչ դուք պիտի իրեն գրքով բացատրեք, դա էլ ցույց տվեք, որպեսզի երեխան ոչ միայն տեսականորեն դա տեսնի, այլև ընկալի։ Ու քանի որ ինքը նաև հրաշալի ճանաչում էր իր երկիրը, իդեալական ճանաչում էր իր երկիրը։ Եթե նրա գաղափարները իրականանային, ապա այդ երեխան ուզենար թե չուզենար, այդ ծրագրով սովորած երեխան իր հողին կպած մարդ կդառնար։ Պարոն Հապետյան, արդեն նշեցիք, որ Խաչատուր Աբովյանը մեր գիտամշակութային կրթական տարբեր ոլորտներում կամ առաջնեկն է եղել, սկզբնավորողը կամ հիմնադիրն է եղել, եւ այդ տեսանկյունից խնդրում եմ Աբովյանի ներկայացրեք որպես բանահավաք, որպես ազգագրագետ, նաեւ կարող ենք Աբովյանին համարել հայ ազգագրության հիմնադիր կամ սկզբնավորող։ Սիրով։ Նախ ասեմ, որ Աբովյանի շնորհիվ ընդհանրապես գրական գործունեության գրական ոլորտում մեծ փոփոխություններ տեղ ունեցան։ Ընդհանրապես նա պատրեց եւ գրապարյան ժողովրդի համար ոչ մատչելի լեզվամտածողությունը, լեզուն նա կարողացավ շրջել եւ գրականության մեջ մտցեց նոր ուղղություն։ Ժողովրդին ավելի պարզ, հասկանալի, մատչելի լեզվով նախ ուրեմն գրվածները գրեն եւ հասկանալի լինեն ժողովրդին։ Սա մեկ կարևոր բան։ Երկրորդը, մինչ այդ կարևորություն չէր տրվում ժողովրդական կյանքի ու կենցաղին վերաբերող իրադարձությունները կամ ժողովրդական սովորույթներն ու բարքերը։ Նրա պարզապես նա ինքը սկիզբ դարձավ, սկզբնավորող դարձավ, ընդհանրապես հայ գրական այն ուղղության, որ գրողները, բանաստեղծներն իրենց գրվածներում առանց ազգագրական, կենցաղագրական հայ ժողովրդի ավանդույթների նկարագրության սյուժեներ չէին ստեղծում, որովհետև դառնում էր գրական երգը ավելի ընկալելի,
դառնում էր ավելի հայնասիրական շնչով, պաթոսով գրվածներ, որոնք նաև սերունդներ պիտի դաստիարակեին հայ փաստորեն պատմագիտական հայ ժողովրդի անցյալի ու ներկայի այդ ոգով։ Հիմա նա իսկապես մեզանում առաջինն էր։ Արևմտահայ իրականության մեջ առաջինը եղավ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ տրապեզոնցի Մինաս Բժիշկյանը, բայց նրանից առաջ արևելահայ իրականության մեջ եղավ Խաչատուր Աբովյանը։ Ինչ ծառայություններ մատուցեց նա։ Ընդհանրապես մինչև 60-ական թվականները ոչ գիտական ընդհանրապես մտքում Խաչատուր Աբովյանը չէր գնահատված իբրև նաև ազգագրագետ։ Այո, նա մեծարվում էր որպես հանճարեղ գրող, բանաստեղծ, հանճարեղ ուրեմն լուսավորիչ, հայ նոր գրականության հիմնադիր, աշխարհաբար լեզվի փաստորեն բարեփոխիչ, բայց ոչ մեկը չգիտեին նրա ազգաբանական, բանագիտական գործունեության մասին։ Երբ 1950-ական թվականներին 40-50-ական թվականներին հրատարակվեց նրա ուրեմն երկերի տասնատորյակը, ահա եւ այստեղ նշվեցին գերմաներենից շուրջ 15 աշխատություններ, ուսումնասիրություններ, որ նա գրել էր եվրոպացի իր ուսուցիչների, գերմանացիներ, պրոֆեսորներ Պարոտի, Վագների, Հագստաուզենի, Ապիխի եւ մյուսների ուրեմն խնդրանքով ու հորդորով եւ այդ աշխատությունները գրվածները իսկապես ցնցեցին հետագայում նույնիսկ ներկայումս էլ նրանք կարտացում են Եվրոպան ուղղակի իմացավ որ որն է Հայաստան երկիրը եւ Հայաստան երկրում ինչ ժողովուրդ է ապրում, ինչ մտավոր կարողություններով, ազգային ավանդույթներով, բարքերով ու յուրահատուկ ինքնատիպ սովորույթներով մի ժողովուրդ, որի մասին առաջին անգամ տեղեկացան Խաչատուր Աբովյանի գրվածներից, որոնք էին դրանք։ Թվարկեմ դրանցից ընդամենը մի քանիսը, որոնք այսօր դարձյալ գիտական շրջանառության մեջ այդպես էլ քիչ են երևում։ Մոտապես մի 6 աշխատանք ուսումնասիրություն դրանց շուրջ ես հրատարակել եմ, փորձելով որ վերհանել Աբովյանի նաև ազգաբանական գործունեությունը, այդ գրվածները հիմնականում վերաբերում են ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի եւ նրանց հարսանեկան սովորությունների մասին։ Այստեղ խնդիրը նա չէր սահմանափակում միայն հարսանեկան սովորույթների սոսկ նկարագրությամբ։ Նա կարողանում էր երևույթները ոչ միայն ներկայացնել, այլև տալ դրա փաստորեն բացատրությունը եւ ուղղորդումներ, թե ապագայում դրանցից որը կարելի է պահպանել, որը կարելի է ուրեմն մոռացության մատնել։ Գործնական նշանակություն ուներ գիտականից բաց։ Միանգամայն եւ ուղղորդում էր։ Մենք ինչպես առաջնորդվենք այդ սովորույթներում։ Նա Թիֆլիսի հայ կյանքը այդ աշխատանքում ամբողջական նկարագրություն թողեց։ Ինչ տներում են ապրում նրանք, ինչ կենցաղ են վարում եւ ընդհանրապես ամուսնության վերաբերյալ մեր ազգային սովորույթների համապատկերը ինչպիսին են։ Եվ նա ցավով է նշում, որ ընդհանրապես սովորույթ կար աղջիկներին վաղահաս ամուսնացնել, նույնիսկ դեռևս արբունքին չհասած տարիքում եւ ինչպես նաեւ անգամ օրոցախազով ամուսնության մասին եւ մյուս կողմից նա անցալում էր, որ հայը հարկադրված էր օրոցախազով կամ դեռևս չծնված անգամ կամ ծնվելուց հետո արդեն պայմանավորվել ամուսնությունների մասին լոկային բանի համար, որ օտար տիրապետության տակ գտնվող մեր երկիրը անընդհատ ուրեմն մարտահավաքների են ենթարկում։ Գեղեցիկ սերի աղջիկներին հավաքագրում էին, որզի պարսկական եւ թուրքական հարեմները զարտարեին։ Եվ բնականաբար հայ մարդը կանխարգելիչ այդպիսի մեթոդ էր գտնում, այդպիսի վիճակ էր գտնում, որ կարելի է ուրեմն ամուսնացնել, օրինակ աղա Մամեդ խանի արշավանքի ժամանակ 1795 թվականին ամեկիսակնի է։ Նա հրաման էր արձակել, որ Թիֆլիսի եւ Հայաստանի հայ ընտանիքներից հավաքել գեղեցիկ աղջիկներին։ Եվ ժամանակի Գևորգ կաթողիկոսը հարկադրված էր մի կոնդակ հրապարակել, ըստ որի նա շեշտում էր, որ ընտանիքներն հորդոր էր անում, որ 8 տարին լրացած 8-ից բարձր տարիքի աղջիկներին ամուսնացնել։
հարկադրված պիտի ամուսնացնեն։ Դե պատկերացրեք 8 տարեկան աղջիկը հարս է գնում։ Առաջ այդպիսի հնավանդ սովորույթների մենք մնացումներ կան եւ մենք մեր բանավոր խոսքում անընդհատ այդպիսի հիշադակություններ կան։ Շատ զարմանալի նկարագրություն եւ շատ հետաքրքիր նկարագրություն է հայկական բնակելի տների կառուցվածքի մասին, հենց քանակերի, որ ներկայումս մեր թանգարանը Աբովյանի անունը կրող թանգարանից այդտեղ է տեղավորված, բնակելի տան նկարագրությունը, դա սոց բնակելի տան նկարագրություն չէր, դա մի ամբողջ հայեցի կյանքի անցած ուղին էր, դա հյուրասիրության, դա տնտեսական զբաղմունքների, դա մարդկային կյանքի մի ամբողջ բազմադարյան հարուստ փորձի վրա հիմնված ներկայացում էր, որ ընդհանրապես դրանով սկիզբ դրվեց մտավորականությանը ուղղորդեց մեկնել հայոց գավառները, հայկական բնակավայրերը, մոռացությունից եւ կորստից մատնվող նյութերը, արժեքները հավաքագրել եւ հանձնել սերունդներին, դնել գիտական շրջանառության մեջ։ Այսպիսի նրա հետաքրքիր գործերից մեկը հարկադրված Շուշիի ուրեմն կաթոլիկ քարոզիչներից մեկի Դիտրիխի եւ ուրեմն նրա հետ մյուս ուրեմն քարոզիչների սադրանքով հայերին վատաբանում եւ քարի վրա չէին տոնում, որքան հնարավոր եղել նսեմացնել եւ կպնել հայի արժանապատվությանը, ահա Աբովյանը դրան որպես պատասխան հայնասերի ոգով, հայնասերի շնչով գրում է ակնարկ հայերի մասին, ուրեմն ուսումնասիրությունը, որը ուղարկեց Եվրոպա իր ուրեմն բարեփոխիչ իր ընկերներին եւ դրանով Եվրոպան հասկացավ, որ հայությունը կիրթ ինտելեկտուալ ազգ է, ճիշտ է, նա չի ստանում կանոնավոր կրթություն, բայց բոլոր դեպքերում նա Կովկասում ճանաչվում է եւ Հայաստանը այն առանցքն է, այն օղակն է, որը կարող է բարեփոխիչ ուրեմն դեր կատարել ամբողջ Կովկասի հանրության մեջ։ Նրա ազգագրական գործունեությունը բազմաբեղուն է։ Չկա մի ոլորտ, որ նա չանդրադառնա իր իրավանդը չունենա։ Պատկերացրեք, նա նաև մեծ հումանիստ էր։ Տիրապետելու բազմաթիվ լեզուների նա ուրեմն գնաց հարևան ժողովրդներից քրդերի Հայաստանում ապրող քրդերի եզդիների միջավայր եւ գրեց ուշագրավ աշխատություն քրդեր առանձին, եզդիներ առանձին, հետո առանձին երկուսը միասին վերցրած, որով նա իրապես դարձավ միջազգային ճանաչում ստացած առաջին քրդագետը եւ քրդերի ազգայնության հետազոտողը ուրեմն գիտական իրականության մեջ։ Բազմաթիվ են, դրանց թիվը հասնում է ավելի քան 1.5 տասնյակի եւ այսօր բարեբախտաբար հրատարակված են եւ ըստ երևույթին մեր սերունդները դրանց գիտական արժևորումը կտանի։ Եվ մի նախադասություն եւ վերջ։ Բացի այս հատուկ նպատակասլաց գրառումներից, որ նպատակային ձևով նա գրեր արել այդ սովորույթները, նրա միայն Վերք Հայաստանի վեպը պարզապես ազգագրական երևույթների մի ամբողջ հանրագիտարան է։ Դա անսպար նյութերի մի շաղախ է, որը իսկապես կարող է դառնալ մեր ուրեմն ազգագրագետների, բանասերների ուսումնասիրության առարկան։ Շնորհակալություն։ Պարոն Քոսակյան, օգտվելով այն հանգամանքից, որ դուք Արարատ հեռուստաընկերության տաղավարում եք, պիտի խնդրեմ ձեզ ներկայացնեք Խաչատուր Աբովյանի տուն թանգարանը, որպեսզի մեր հայրենակիցները ավելի տեղեկացված լինեն։ Սիրով, առհասարակ ամբողջ աշխարհում եւ Հայաստանում եւս մենք ինչքան էլ որ դիտարկենք, որ թանգարանները իրենց բնույթով կոնսերվատիվ հաստատություններ են, բայց դրանց հանրահռչակման process-ում առաջատար տեխնոլոգիաների ընդգրկումը դարձել է հրամայական եւ անհրաժեշտություն։ Ու դրանից ելնելով մենք հիմա կայքի թարմացման, ավելի ճիշտ կայքի ամբողջական վերափոխման աշխատանքն ենք անում, որը երբ որ ավարտուն տեսքին կհասնի, կարծում եմ, որ բավականին կհետաքրքրի հատկապես մատաղ սերնդին, ովքեր ավելի շատ համացանցից են օգտվում, Facebook-յան էջով, մյուս։ Այդ 3D շատ ընդունված ֆորմատ կա, որը էլի շատ սիրում են մեր երիտասարդները։ 365 Երևան այդպիսի մի կառույց կա, որի հետ համագործակցությունը ստացվեց, նրանք եւս արդեն ավարտական փուլում են ու շուտով դա եւս կստացվի։
ամենակարևորը, որ ուզում եմ նշել եւ առիթից օգտվելով էլ ձեզ էլ հրավիրել, հարգարժան պրոֆեսոր ձեզ էլ, հենց հոկտեմբեր ամսվա, այս ամսվա 15-ին մենք նշելու ենք Խաչատուր Աբովյանի 210-ամյակը թանգարանում։ Հարգելի հեռուստադիտողներին կոչ անենք, ով հնարավորության դեպքում անպայման այդ օրը ներկա լինեն տուն թանգարանում։ Հեռուստադիտողներին կարելի է կոչ անել, որ բացի այդ օրերից մնացած բոլորերին եւս ներկա լինեն, բայց այդ օրը հատկապես 210-ամյակին անպայման թանգարանում ներկա լինեն։ Այո։ Իսկ ինչ վերաբերում է հեռահար ծրագրերին, ամբողջ աշխարհում կա այսպիսի միտում, որ թանգարանները ոչ միայն եղած նյութական ու հոգևոր արժեքների պահպանման, նրանց որոշակի վերարտադրման կամ ավելացման եւ ցուցադրելու համար են, այլև նրանք կրթական տիրույթ մտնող հասկացություններ են, աստիճանաբար գնում է դեպի դրան։ Եվ հեռանկարում մենք ենթադրում ենք, որ կրթական ծրագրերը մեր մի փոքր պիտի ավելի ընդլայնենք, հենց նույն Աբովյանի սովորացրած մեթոդով, ու դրա առաջին քայլը արդեն արել ենք։ Այս տարվա սկզբին մենք Աբովյանի անունը կրող դպրոցների հետ մի բավականին հետաքրքիր պրոյեկտ արինք, հետևյալ ձևաչափով, որ ոչ թե ասում ենք հարգելիներս եկեք տեսեք, այլ դպրոցների հետ պայմանավորվեցինք եւ նրանց նախորոք ուղարկեցինք հարցաշարեր, տեղում անցկացրեցին վիկտորինա, հաղթողները եկան թանգարան, արդեն վերջին փուլը վիկտորինայի անցկացվեց թանգարանում, ընդ որում տեղում անցկացնելու ժամանակ մեր գիտաշխատողները գնում էին այնտեղ եւ ժյուրիի կազմում։ Այսինքն Աբովյանի շունչն ու ոգին թանգարանը իր գործունեության ընթացքում միշտ թանգարանից ուղարկեցինք դպրոց, դպրոցից բերեցինք թանգարան։ Եվ առաջաստված պիտի հեռանկարում սա ավելի ընդլայնենք եւ աշխարհագրության առումով, հա, ծավալվելու առումով։ Եվ եթե մեր ռեսուրսները բավարար են, ապա նաեւ բովանդակային տեսանկյունից։ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանին մաղթենք հետագա գործունեության ընթացքում հաջողություններ։ Հարգելի հեռուստադիտողներ, հաղորդումը ցանկանում եմ եզրափակել Աբովյանի հետևյալ խոսքի մեջբերումով, նա պատգամով Աբովյանը ժամանակին ասել է, թե ազգասիրությունն ու հայրենասիրությունը ձեզ վնաս տա, անիծեցեք ինձ, թե օգուտ օրհնեցեք ու լսեցեք։ Եվ մենք այժմ 200 տարի անց օրհնում ենք նրա հիշատակը ու լսում եւ հավատարիմ մնում նրա թողած գաղափարներին, պատգամներին։ Սիրելի երիտասարդներ, բոլորիդ կոչ եմ անում անպայման ընթերցեք Աբովյանի Վերք Հայաստանի այդ հերոսական պատմավեպը եւ անպայման այցելեք Խաչատուր Աբովյանի տուն թանգարան։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա հաղորդումը նվիրված էր Խաչատուր Աբովյանին, առայժմ այսքանը, ճանաչենք հայրենիներին։